Հանուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո ամեն։ Գերաշնոր Սրբազան Հայր, մեծարգո քաղաքապետ և սիրելի քույրեր և եղբայրներ։ Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է վերափոխման տոնից հետո երրորդ կիրակին և այսօր նաև հիշատակվում է Աստվածամոր գոտու գյուտի օրը։ Երկու խոսք այս տոնի հետ կապված, հետո կանդրադառնանք օրվա ավետարանական դրվագին։ Այս տոնը հայտնի է եղել եկեղեցում դեռ առաջին դարերից, Աստվածածնի վերափոխումից հետո ամեն մի իր, որ կապված էր Աստվածածնի հետ, մարդիկ սկսեցին նվիրական կերպով պահել, փայփայել և իրենց բնական կարոտը փարատել այդ իրերի նկատմամբ իրենց դրսևորած հարգանքով։ Այդ իրերի մեջ հայտնի էին երկուսը՝ զարդատուփը և գոտին, որոնք ըստ ավանդության Աստվածամայրը երկու այրիների է փոխանցել իր ունեցվածքից ինչ-որ մաս նաև հանելով աղքատներին։ Այս տոնը, սակայն, հաստատվել է, տարածում է գտել ավելի 4-5-րդ դարերում Արկադիոս կայսեր օրոք, երբ որ ավելի ձևավորվել է այս գոտու գտնվելու տոնի տարածումը և նաև նշումը բյուզանդական կայսրության մեջ։ Այս ընթացքում արդեն գոտու հետ կապված մի շարք հրաշքներ էին մարդիկ հիշատակում և բյուզանդական եկեղեցում ընդունված էր նաև, որ դժվարածին հղի կանանց այդ գոտին էին տանում և իրենց որովայնի վրա դնում, որպեսզի կարողանան հեշտությամբ ծննդաբերել։ Հետագայում 9-րդ դարում արդեն վկայություն կա, որ Լևոն 6-րդ կայսեր կինը Զոյա կայսրուհին, որ վատառողջ է լինում և այս գոտու միջոցով նաև նա է բժշկություն ստանում և դրանից հետո արդեն մեծ տարածում է, հռչակ է ստանում գոտու գյուտը և տարածվում է արդեն մնացած եկեղեցիներում այս տոնի մասին լուրը և սկսում են նաև հետագայում մասունքներ վերցնել այդ գոտուց և տարածվում են նաև տարբեր եկեղեցիներում այդ գոտու մասունքները։ Հայոց իրականության մեջ այս տոնը 18-րդ դարում նոր մուտք է գործել։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսն է, երբ որ տոնացույցը կարգավորում էր և տոնացույցի մեջ եկեղեցական տոնելի սրբերի հանգամանքներն էր հստակեցնում, որովհետև մինչ նա լինում էին դեպքեր, երբ որ Հայաստան աշխարհի տարբեր հատվածներում տարբեր տոնակարգեր էին գործում և ծիսակարգեր էին գործում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսը նախաձեռնեց ընդհանուր միասնական տոնացույց ձևավորելու այս խնդիրը և բոլոր կարգավորումները տվեց շարականների երգեցողության, ծիսական տարբեր արարողությունների, այդ թվում նաև կատարեց որոշակի հավելումներ, որոնք որ ձեզ խաչ հայտնի են Պատարագի պարագային, Տեր Ողորմյա երգը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք է մուտք գործել Պատարագ և նաև տոնակարգում, ծիսակարգում որոշակի փոփոխություններ, նաև Աստվածածնին նվիրված երկու տոն է ներմուծել, առաջինը գյուտ տփի և գյուտ գոտու։ Ուրեմն այսօր այդ հիշատակի օրն է, Աստվածածնի գոտու գյուտի օրվա։ Թող Աստվածամայրը բարեխոս լինի մեզ ամենքիս և իր շնորհը առատապես հեղի մեր ժողովրդի վրա։ Այսօրվա ավետարանական հատվածը, սիրելիներ,
Մարկոսի ավետարանից էր 4-րդ գլխի վերջն է նկարագրվում, երբ որ Տեր Հիսուս արդեն հրաշքներ էր գործել Կափառնայումում, դևերի էր հալածել եւ բժշկություններ էր կատարել եւ ավետարանը նշում է, որ նավակ նստեցին եւ ոչ միայն իրենց նավակներ, այլ նաեւ շատ մարդիկ կային իրենց, մի շարք նավակներ անցան, ասում է դեպի այն կողմը, չի հստակեցնում, թե որ կողմն է դա, Գալիլեական լճակի, բայց հետագա պատմություններից հասկանում ենք, որ Տեր Հիսուս անցում է կատարում դեպի հեթանոսական շրջաններ, որ հայտնի էին այդ ժամանակվա աշխարհագրական տերմինով ասած դեկապոլիս կոչված շրջաններ, որը Պոմպեոս զորավարը, երբ որ Պաղեստինը գրավեց, Հրեաստանը գրավեց, ստեղծեց 10 քաղաքների մի միություն, կոչելով Դեկապոլիս։ Եվ այդտեղ հիմնականում բնակեցված էին հեթանոսներ, այսինքն Տեր Հիսուս հրեական շրջաններից նավակով տեղաշարժվում է դեպի հեթանոսական շրջաններ եւ այս նավարկության ժամանակ նավախելում քնում է, սակայն ծովը կամ լճակը գալիլեական սաստիկ ալեկոծվում է, երեկոյան կողմ է լինում եւ ալեկոծվում է։ Աշակերտները, որոնք ձկնորսներ էին եւ շատ լավ ճանաչում էին լիճը, շատ լավ ճանաչում էին փոթորկումը լճի եւ վստահ էին իրենց ուժերի վրա, սկսում են նախաձեռնել նավակը կառավարելու գործը։ Սակայն նշում է ավետարանիչը, որ ծովը ալիքների այնպիսի սաստիկ ալիքներ էր մոտեցնում նավակին, որ աշակերտները սկսում են տագնապել։ Հետաքրքիր է, որ Մարկոս, Մատթեոս եւ Լուկաս ավետարանիչները այս տագնապի, աշակերտների տագնապի արտահայտումը տարբեր ձև են ներկայացնում։ Մարկոս ավետարանիչը օրինակ նկարագրում է հետևյալ կերպ։ Ասում է. աշակերտները նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապետ, քեզ համար բնավ հոգ չէ, որ ահա մենք կորչում ենք»։ Թվում է, թե աշակերտների խոսքի մեջ լսվում է բողոք։ Քեզ համար հոգ չէ։ Երբ որ բացում ես Մատթեոսի ավետարանը, տեսնում ես, որ աշակերտների խոսքը հնչում է իբրև աղոթք։ Մատթեոսը ասում է. աշակերտները նրան արթնացրին եւ ասացին. «Վեր, Տեր, փրկիր մեզ, որովհետեւ կորչում ենք»։ Երբ որ բացում ենք Լուկասի ավետարանը, տեսնում ենք, որ ավետարանիչը նկարագրում է այնպես, կարծես դա լինում է զգուշացում։ Ասում են աշակերտները. «Վարդապետ, վարդապետ, ահա կորչում ենք»։ Այս խոսքերից հետո Տեր Հիսուս արթնանում է եւ հանդիմանական խոսք է հնչեցնում։ Ասելով, ինչու այդպես վախկոտ եք, դեռևս հավատ չունեք։ Եվ մինչ այս խոսքը ասելը դառնում է ծովի ալիքներին եւ շատ խաղաղ կերպով հանգիստ երկու խոսք է ասում. դադարիր, լռիր։ Եվ ավետարանիչը ասում է, որ ծովը խաղաղվեց անմիջապես։ Երբ որ 5 կտակարանը ընթերցում ենք, սիրելիներ, եւ ընթերցում ենք այս ծովակի ալեկոծության դրվագը, մեր մտքում մի շարք զուգահեռներ են արթնանում։ Տեսեք, Տեր Հիսուս ծով էր դուրս եկել եւ ննջում էր։ 5 կտակարանի ընկալումներում եւ նաեւ Տեր Հիսուսի օրոք ծով դուրս գալը նշանակում էր մեծ վտանգների առաջ քեզ կանգնեցնես։ Ընկալում կար հին աշխարհում, որ ծովը դա դիվային ուժերի նաև ինչ-որ իմաստով վայր է։ Անկայունությունը ալիքների,
ծովի անկայունությունը մարդկանց վախի մեջ էր պահում եւ նավարկությունը համարվում էր մեծ քաջագործություն։ Նավարկել ծովի ալիքներին մատնվել համարվում էր, որ մեծ վտանգի առաջ կարող ես կանգնել։ 5 կտակարանում մենք տեսնում ենք Ծննդոց գրքում, որ մեծամեծ կետեր է ստեղծում Տերը։ Այս կետերի մասին պատկերացումները Իսրայելում ասոցացվում էին իրենց համար հրեշավոր կենդանիների հետ, որի անունը Լևիաթան էր, ծովի հրեշը, որը խաղում էր ծովում եւ ընկալում կար, որ մեծ վտանգ է նրանից սպառնում։ Հարակից ժողովուրդների ավանդություններում իրենց աստվածությունները չէին ննջում, որովհետև այդ ծովի հրեշը, որը ընդհանուր պատկերացում էր ժողովուրդների մոտ, սպառնում էր արարչությանը։ Եվ հեթանոս աստվածները ստիպված էին ռազմական այսպես կեցվածքով միշտ արթուն լինել, որպեսզի թույլ չտան, որպեսզի այդ հրեշը իր գործը կատարի։ Սակայն տեսնում ենք Ծննդոց գրքում ասում է հեղինակը, որ Աստված հանգստացավ։ Հին մարդու համար Աստուծո հանգիստը մի անասելի բան էր, ինչպես թե Աստված հանգստացավ։ Արարչությանը վտանգ է սպառնում, Աստվածությունը պետք է պատրաստ լինի դիմակայել դրան, բայց 5 կտակարանի ընկալումներում Աստված այնպիսի զորավոր մեկն է, այնպիսի մեկն է, որի կողքը որևէ վտանգ, որևէ սպառնալիք իջիկ է դառնում, եւ Աստված այնպիսի զորավոր մեկն է, որ կարող է իրեն հանգիստ թույլ տալ։ Ճիշտ նույն կերպ տեսնում ենք լճակի դեպքում Տեր Հիսուս նիրհում է, առաքյալները խառնաշփոթի մեջ են։ Սաղմոսերգուն ասում է մի սաղմոսում բողոքի իբրև ձայն, Տիրոջը ասելով, Տեր, ինչու ես նիրհում, ընկալում կար, երբ որ չարիքներ էին տեղի ունենում, երբ որ փորձություններ էին տեղի ունենում մարդկանց կյանքում, ուրեմն Աստված նիրհում է, չի նկատում։ Այս պատկերը մի կողմից մեզ ցույց է տալիս, ինչպես ասացի, Աստծո ամենազորությունը, որ կարող է իրեն հանգիստ թույլ տալ, եւ մյուս կողմից մարդկանց մոտ ընկալումներ է առաջացրել, որ Աստված իրենց նկատմամբ երբեմն անտարբեր է դառնում։ Եվ այդ լքված լինելու զգացումը, որը մարդկային զգացում է, Տեր Հիսուս ապրեց նաև խաչի վրա, երբ որ խաչի վրա ասաց Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Այս լքված լինելու զգացումը հատուկ է մեզ, երբ որ մենք փորձության մեջ ենք ընկնում, բայց Տերը տեսեք, թե ինչ ճանապարհ է մեզ ցույց տալիս։ Արթնացավ, խաղաղեցրեց ամեն ինչ եւ ասաց. Ինչու եք վախկոտ եւ թերահավատ։ Մեր վախերի ծնունդն է հաճախ լինում, երբ որ մենք դիմում ենք Աստծուն։ Մենք միշտ չէ, որ մենք հավատքի իբրև ապրում է, որ դիմում ենք Աստծուն։ Հաճախ մարդկորեն մենք սպառում ենք մեր բոլոր հնարավորությունները եւ իբրև վերջին հույս ենք դիմում Աստծուն։ Ճիշտ նույնպես առաքյալները կարծեցին, թե հայտնի նավորդներ են, հայտնի ձկնորսներ են եւ պիտի այդ ալեկոծությունները հաղթահարեն։ Բայց չհաղթահարելով դրանք եռակի այսպես արտահայտություն են ավետարանիչները տալիս, որոնք հատուկ են մարդուն։ Երբ որ մենք էլ փորձության մեջ ենք ընկնում,
այդ փորձության իբրև վերջին հույս դիմում ենք Աստծուն, եւ այդ մեր դիմումը երբեմն լինում է իբրև բողոք, երբեմն լինում է իբրև աղոթք, եւ երբեմն լինում է իբրև զգուշացում, անակնկալ մեզ համար։ Ուրեմն Տերը թեև նիրհում է նավակի մեջ, բայց աշակերտները Տիրոջ ներկայությունը, որ ապրել էին նախորդում, այդ վստահությունը չունեն Տիրոջ նկատմամբ։ Նախորդում տեսնում ենք, որ Տերը դևեր է հալածում եւ մարդկանց բժշկում։ Եվ ինչպես որ Տերը դևերին էր սաստում, ճիշտ նույն բառերով դաթարյա, կարկյա, դաթարիչ եւ լռիչ, ճիշտ նույն խոսքերով սաստում է ծովին։ Եվ աշակերտների մոտ հարց է ծագում։ Թեև Տերը զորավոր այդպիսի գործեր էր կատարել, բայց նրանց միտքը կարծես թե փակ էր մնացել։ Բայց երբ որ բնական երևույթների վրա է Տերը իշխում, նրանց մոտ միտք է ծագում եւ ասում են. ով է սա, որ հողմերն ու փոթորիկները, ալեկոծությունները, քամիները սրան են ենթարկվում։ Մարկոս ավետարանիչը իր ավետարանը, եթե ընթերցեք ուշադրությամբ, մի քանի խոստովանություններ է նկարագրում։ Դրանցից մեկը հարցադրումներ, որոնք որ պիտի առաջանան ընթերցողի մոտ եւ որոնց պատասխանը ի վերջո պիտի դառնա այն, որ սա է Աստծո որդին։ Եվ այդ հարցադրումները տրվում է նաեւ աշակերտների շուրթերով, դրանցից մեկը այստեղ է։ Ով է սա, որ զորություն ունի հողմը եւ ծովը սաստելու եւ հնազանդեցնելու։ Եվ եթե այդ հարցը մեր մեջ էլ ծագում է այսօր, պետք է խոստովանությունը չուշանա, որ դու ես Աստծո որդին, խոստացված փրկիչը, որ եկար եւ մեր համար խաչվեցիր, մեր մեղքերը քավեցիր եւ մեզ նոր կյանք պարգևեցիր։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա ավետարանական հատվածը մեզ հուշում է, որպեսզի մեր ալեկոծված աշխարհում, որ մենք ապրում ենք, մեր մարմնի փոքրիկ այդ նավակի մեջ ընդունենք Քրիստոսին, կանչենք Քրիստոսին։ Եվ երբ որ կկանչենք Քրիստոսին մեր նավակը, վստահ պիտի լինենք, որ որևէ ալեկոծություն մեր կյանքում, որ լինում է, պիտի խաղաղվի, որովհետև Տերը մեզ հետ է։ Շատ կարևոր մի արձանագրում պիտի անենք, Աստվածաշունչ Մատթեանում 365 անգամ Աստված ասում է մեզ մի վախեցիր։ Տարվա բոլոր օրերի համար Տերը մեզ ասում է մի վախեցիր։ Եվ այսօրվա ավետարանում Տերը եւս նախատում էր, միթե վախկոտ եք այդքան։ Մի պատմություն կա, ասում է վախը թակեց դուռը, հավատքը այն բացեց եւ տեսավ, որ ոչ ոք չկար այնտեղ։ Ուրեմն Տերը մեզ մղում է, որպեսզի չվախենանք փորձություններից։ Տերը չի ասում, որ փորձություններ չեն լինելու։ Տերը չի ասում, որ քրիստոնյայի կյանքը պիտի լինի վարդագույն, խաղաղ, անհոգ։ Տերը ինքը այդ փորձությունների միջով անցավ։ Տերը ինքը չարչարվեց, հալածվեց, խաչվեց, թաղվեց։ Տերը չի ասում մեզ, որ մենք չենք փորձվելու սատանայի կողմից։ Տերը ասում է մեզ մի վախեցեք, այլ հավատացեք, որովհետև ասում է ես հաղթեցի աշխարհին։
Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։